Ազգային ժողովի մեծարգո նախագահ, մեծարգո փոխնախագահ, խորհրդանի հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին խնդրում եմ վավերացնել 25 թվականի հունիսի 30-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը։ Հայաստանը և Եվրոպական միությունը համաձայնագրով ցանկանում են սահմանել ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները։ Նման հնարավոր հետագա մասնակցության շրջանակը սահմանող համաձայնագրում յուրաքանչյուր կոնկրետ դեպքում յուրաքանչյուր գործողության համար այդ պայմանները սահմանելու փոխարեն։ Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում ճգնաժամերի կառավարման ոլորտում լավագույնս օգտագործել Եվրոպական միության փորձն ու գիտելիքները։ Հարգելի գործընկերներ, թույլ տվեք նկատել, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդլայնվող համագործակցության շրջանակներում արդեն իսկ շատ կարևոր տեղ է զբաղեցնում անվտանգային և պաշտպանական ոլորտի համագործակցությունը, և ըստ էության այս համագործակցության շրջանակներում է նաև, որ Հայաստանում տեղակայվել է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը, և Հայաստանի Հանրապետությունը ցանկություն ունի ոչ միայն անվտանգության սպառող լինել, այլ նաև աջակցել այն անվտանգային միջոցառումներին, որ մեր եվրոպացի գործընկերները իրականացնում են։ Ըստ էության այս պահին գործում են նման 20 առաքելություններ Եվրոպական միության, որոնց մանդատը սահմանված է կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան որոշումներով, օրինակ Բոսնիայում և Հերցեգովինայում գործող առաքելությունը, կամ նման հրավեր է եղել տվյալ պետությունների կողմից Եվրոպական միության առաքելություն հյուրընկալելու համար, ինչը նաև Հայաստանի դեպքում է տեղի ունեցել։ Թույլ տվեք նաև անդրադառնալ մի քանի հարցերի, որոնք մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ են հնչեցվել, և փորձեմ դրանց պատասխանել։ Գործընկերների կողմից բարձրացվեց նաև ֆինանսական կոմպոնենտը համաձայնագրի։ Ըստ էության համաձայնագիրը այս պահին սահմանում է, որ մասնակից պետությունները իրենք են, որ հոգում են ծախսերը համապատասխան իրենց անձնակազմի մասնակցելու առաքելությանը, միևնույն ժամանակ Եվրոպական միությունը թե քաղաքացիական և թե ռազմական առաքելությունների պարագայում ունի համապատասխան գործիքակազմ, որով հնարավորություն ունի աջակցելու մասնակցող պետություններին, այստեղ տարբեր հաշվարկային մեխանիզմներ կան, այդ թվում պետությունների հնայի հետ կապված և այլն։ Այլ հարցեր, որոնք բարձրացվել էին հանձնաժողովում, ճիշտ է, որ մենք այս պահին չենք բյուջետավորել մեր մասնակցության մասին ծախսերը, որովհետև ըստ էության այս պահին ընդամենը փորձում ենք օրենսդրական շրջանակը ստեղծել համագործակցության համար և որոշում չունենք հստակ որևէ առաքելության մասնակցելու համար։ Կարծում եմ այնուամենայնիվ մեր համապատասխան գերատեսչությունները թե իրենք ունեն իրենց գործուղմային բյուջեները և անհրաժեշտության դեպքում նաև կառավարության պահուստային ֆոնդը կարող է օգնել այս ծախսերը հոգալու համար։ Եվ հնչել էին նաև հարցեր, եթե չեմ սխալվում, պրոցեդուրայի հետ կապված, թե մենք ինչպես ենք մասնակցելու այս կամ այն առաքելությանը։ Կա ֆորմալ կողմը, որը արձանագրված է համաձայնագրի մեջ, որն ասում է, որ Եվրոպական միությունը հրավեր է ուղարկում և Հայաստանը դիտարկում է այս առաքելություններից յուրաքանչյուրին մասնակցելու հնարավորությունը, մերժում է կամ հաստատում է, բայց բնականաբար, ինչպես ցանկացած քաղաքական պրոցեսի պարագայում, այստեղ նաև նախնական կոնսուլտացիաներ են տեղի ունենում և Հայաստանի Հանրապետությունը իր եվրոպացի գործընկերներին ոչ ֆորմալ քննարկումների ընթացքում հնարավորություն ունի հայտնել, թե որոնք են այն առաքելությունները, որոնք պոտենցիալ մասնակցելու ցանկություն ունի Հայաստանի Հանրապետությունը։ Ըստ էության այսքանը, խնդրում եմ պատեհ պահի դնել քվեարկության։